Ես ձեզ ճիշտ ասեմ, իրոք Ադամը մերկ էր։ Խի Աստված չգիտեր, որ Ադամը մերկ էր։ Գիտեր, ինքն էր ստեղծել, բայց Աստված երբեք չէր ասել Ադամին, որ դու մերկ ես։ Դա ճշմարտություն էր, որ Ադամը իմացավ, որ ինքը մերկ է, բայց ով ասեց իրան։ Ով ասեց, սա է կարևորը։ Դու գիտես, ճանաչում ես, ով է քեզ սովորեցնում։ Դու ում ես լսում, ում հետ շփում ունես։ Ճանաչում ես արդյոք այդ մարդուն, թե ուղղակի մի հատ օրինակ պատմեմ։ Մենք էլ ենք եկեղեցու շենք սարքում, Փառք Աստծո դրա համար։ Ուրեմն մի հատ հող տեսա քաղաքի համարը կպած կենտրոնում, քաղաքի կենտրոնում։ Ավել ճիշտ չտեսա, մեր կյանքի խոսքի հովիվներից մեկը հայ էր, զանգեց ինձ, ասեց Դավիթ ջան, հող են ծախում, արժե 150,000 ռուբլի, այդ ժամանակ այդ հողը արժեր կես միլիոն։ Ասեց, քանի 150,000-ը վերցրու այդ հողը։ Լավ տեղ է, քեզ եմ առաջինն ասում, վերցրու, առիթը բարձ մի թող։ Դե ասեցի տար մի հատ ինձի ցույց տու այդ տեղը, տարավ ցույց տվեց, ասեց, այս հողն է վաճառվում։ Դե եղբայրներով գնացինք, ձեռքի տվեցինք ու աղոթեցինք։ Տեր, եթե քո կամքն է, թող այս հողը լինի մեր համար։ Իսկ մենք ունենք 50,000 ռուբլի։ 150,000 չունենք։ Զանգեցի Սան Պետերբուրգ մի հատ ընկեր ունեմ, ինքը անշարժ գործակալ է, շատ դիրեկտոր է, անշարժ գործակալության դիրեկտոր է, մի քանի տեղ ուներ, մի քիչ էլ փող ուներ, զանգեցի, ասի Ալեք ջան, ուզում ենք հող առնենք, 50,000 ռուբլի ունենք, 100 պակասում է, էլի։ Կլինի ուղարկես ամեն ամիս քեզ 5,000 սենց փակվենք։ Հա։ Ինքը ասեց, բախի այդքան է ջան։ Ասի չգիտեմ։ Ասեց կարող է փաստաթղթերը ճիշտ չի։ Ասի չգիտեմ։ Ասեց դե ես կգամ։ Դե ես հասկանում եմ, ասեց։ Ես կգամ, փողն էլ հետս կբերեմ, մի հատ կնայեմ փաստաթղթերը ճիշտ է, նոր կառնենք այդ հողը։ Ասեցի Ալեք ջան։ Դե ինքն էլ հովիվ մարդ է։ Եկավ Կիրակի օրը մեր ռուսական եկեղեցում առավոտը ծառայեց, ես ինքը եւ ռուս հովիվ Ալեքսանդր եղբայրս պաշտամունքից հետո, ծառայությունից հետո գնացինք այդ հողը տեսնելու։ Գնացինք այդ հողը տեսնելու, հենց այդ հողը տեսանք, Ալեքսանդր աղբերս նուրբ, շատ քաղցր, շատ մեղմ, ինձ ասեց, դավայ դա սվիդանիա, այս հողը ես եմ առնելու։ Բայց ինքը շատ նուրբ ասեց, բայց իմականներին տենց ընչեց։ Հիմա, ասեց, ես քեզ չեմ թողի դու այս հողը առնես, այս հողը ես եմ առնելու։ Հիմա Ալեգը սենց կարմրել է, մուլտիկը տեսել եք Սինյոր Պամիդոր։ Սենց կարմրել է, ասում եմ, թող մի երկու բան ասեմ։ Ասում եմ, չէ Ալեգ ջան, մենք եկել ենք եղբայրներով կանգնել ենք ու ասել ենք, թող քո կամքը լինի։ Ես չեմ թողում իրան մի երկու բան։ Ասում եմ, ես Սան Պետերբուրգից հասել եմ ստե, այս հողը որ քո համար առնեմ, ասում եմ, թող մի երկու բան ասեմ սրան։ Ասի չէ Ալեգ ջան։ Չէ, չեմ թողում։ Ուրեմն սա Աստծո կամքը չի։ Մենք աղոթել ենք ու հասկանում ենք, այս իր արած այս քայլով մենք հասկանում ենք, որ սա Աստծո կամքը չի մեր համար։ Դե, սենց Ալեգը հանգստացավ, իրիկունը Ալեգը կազմակերպեց քաղաքի հովիվներով, ընկերներով, միտեղ հավաքվել ենք, Ալեգը այս պատմությունը պատմեց, ընկերներս, հովիվներս սկսեցին։ Ինքը քեզ գցել է։ Հիմա, հենց սկսեցին, ես ասում եմ, եղբայրներ սուս մնացեք։ Ինքը օրնություն է, այդ մարդու մասին վատ բան մի խոսացեք, թույլ չեմ տալի խոսակ այդ մարդու։ Մենք գնացել ենք, եղբայրներով աղոթել ենք, ասել ենք թող քո կամքը լինի, ուրեմն սա Աստծո կամքը չէր, դա էր Աստծո կամքը։ Եղբայրներ ջան, այդ մարդու մասին վատ բաներ մի ասեք։ Ինչ որ էր, առավ տարիներ անցավ, մի 3-4 տարի, ինքը ուզում էր դե շատ սենց լյութերական ստիլով շատ գեղեցիկ, տոշնի Արման Մանուկյանի եկեղեցու նման, եթե աղաջան եղբայրս տեսել է, հա, այդ ձևի եկեղեցու շենք սարքել, ցույց էր տալի, ժողովուրդ ասին, չէ, մենք չենք ուզում։ Մենք չենք ուզում մեր այս շենքը ծախենք, ուրիշ շենք սարքենք, վերջը ինքը այդ ծրագրից հրաժարվեց, անցավ 4 տարի։ 4 տարի արդեն այդ հողը ըտե, որ այն վաղ 500,000 էր, հիմա 1,5 միլիոն արժե։ 4 տարուց հետո մոտեցա իրան։ Ասա Ալեքսանդր աղբեր, մենք հիմա 300,000 ունենք։
Այդ հողը արի ծախի մեր վրա այդ 300,000 տանք քեզ։ Բայց դե գիտեմ 1.5 միլիոն արժի։ Ասես դե ասեցի ծրագրեր չունես այդ հողի վրա, ասես չէ ոչ մի ծրագիր։ Ասեցի դե այդ հողը ծախի մեր վրա էլի 300,000 կտանք այդ հողը տուր մեզ։ Ասեցի դիկուն արի մի հատ մեր լիձերսկին, քանի որ այդ եկեղեցու գումարներով են գարել, եկեղեցու լիձերներին այդ դնեմ այդ հարցը եկեղեցու լիձերները թող որոշեն։ Իրիկունը գնացի եկեղեցու լիձերսկին անցկացրեցին, վերջացրեցին ու ինքը այդ հարցը բարձրացրեց այս ձև։ Ասեց Ժողովուրդ ջան, դուք գիտեք այդ հողի մասին։ Ես ուզում եմ այդ հողը տամ Դավիթին նվեր։ Բոլորը սաղ ասին այո միաձայն։ Ու մի անգամ Սուրբ Հոգին գիտեք ինչ ասեց։ Եթե այն օրը չլներ, որ բոլորի բերանը փակեցիր, այսօրը չել լինի։ Ով քեզ ասեց, որ դու մերկ ես։ Ում ես լսում, թեկուզ քո լավ ընկերներն են քեզի ասում, թեկուզ քո հարազատներն են քեզի ասում, քո բարեկամներն են քեզի ասում, ով քեզ ասեց, ում բերանը դու փակիր, ով է քեզ ասում, որ դու մերկ ես։ Սուրբ Հոգին մի անգամուց ասեց, եթե այն օրը դու իրանց բերանը չփակեիր, այսօրը չել լինելու։ Ով քեզ ասեց, որ դու մերկ ես։ Ումից դու լսեցիր, ինչ սերմ ընդունեցիր քո սրտի մեջ։ Սիրելի քույր, սիրելի եղբայր, Աստված մեզ ստեղծել է հաղորդակցվելու իրար հետ։ Եվ այո, սատանան չի թողում եւ չի ուզում մենք շփվենք իրար հետ։ Ուզում է մեր մեջ ինչ որ չիվ կողի։ Ռոբովամ եւ Հերոբովամ կային։ Ուրեմն Հերոբովամը Իսրայելի 11 ցեղին վերցրեց ու առանձնացավ։ Բայց այս Իսրայելի 11 ցեղը ամեն տարին 3 անգամ գալիս էին այս մի թագավորություն, որովհետև Երուսաղեմի մեջ էր Աստծո տաճարը։ Տարին 3 անգամ գալիս էին Աստծո տաճար զոհաբերություն անելու, պաշտամունք անելու, գովելու Աստծուն։ Հերոբովամն ասեց. եթե այս մարդիկ ստեից գնան ընդե տարին 3 անգամ, իրար հետ կշփվեն, իրար կներեն, կբարեկամանան, իրար հետ հաց կուտեն, ես իմ բառերով եմ էլի ասում, մի քիչ գեղարվեստական եմ ասում, ասի չէ գեղարվեստական, իրար կգրկեն, իրար ջանք ասեն, ջանքը լսեն, ու էլ ես իրանց թագավոր չեմ լինի, նորից իրանց սիրտը կդառնա Ռոբովամին եւ նորից հետ կդառնան։ Ու գիտեք ինչ արեց, բռնեց 2 հատ զոհասեղան սարքեց, կոպիան, ոչ օրիգինալը։ Եվ ասեց, սա է այն զոհասեղանը, պետք չէ գնաք։ Պետք չէ գնաք։ Սիրելիս, ես չգիտեմ դու ում ես լսում, ով է քեզ ասում, բայց դա օրիգինալը չի, կոպիան է։ Կոպիան է։ Եվ մի օր այդ Աստծո մարդ եկավ, այս արդեն գրած է երրորդ թագավորաց 13-րդ գլխում։ Աստծո մարդ եկավ։ Եվ այդ զոհասեղանին, որ Հերոբովամը սարքել էր, այդ զոհասեղանի վրա մարգարեություն արեց։ Երրորդ թագավորաց 13-րդ գլխից եմ պատմում։ Եթե նայեք, ես ուղղակի պատմեմ ժամանակի համար չկարդամ։ Եկավ ասեց զոհասեղան, Աստված քեզ սենց ասում, դու պիտի ջարդվես եւ քո մոխիրը պիտի թափվի եւ մեկը կծնվի Հեսին, արմատից եւ այլն եւ այլն։ Հենց մարգարեանում էր, այդ զոհասեղանը ճաքեց ու մոխիրը թափվեց։ Հերոբովամը ձեռքը երկարցրեց ու ասեց բռնեք դրան։ Հենց ձեռքը երկարցրեց, ասեց բռնեք դրան, ձեռքը չորացավ։ Այդ մարդուն կանչեց Աստծո մարդուն, ասեց ողորմա ինձի, աղոթի իմ համար։ Աղոթում է եւ ձեռքը հետ է վերադառնում։ Եվ ասма դե այդ Աստծո մարդուն ասма գնանք մեր տուն, հանգստացի, հաց կես, ջուր խմի։ Այս մարդն ասма չէ, ով որ ինձ ուղարկել է մարգարեանամ, այդ Աստված ինձ ասել է, իրանց հետ հաշ չուտես, այդ քաղաքում չհանգստանաս ու ջուր էլ չխմես։ Ես չեմ կարա։ Ու թողում է գնում։ Դե էսի պատմությունը, որ ընդե երիտասարդներ են լինում, գալիս են տուն եւ այդ երիտասարդների պապան ծեր մարգարե է լինում։ Իրանց պապային պատմում են։
Ասում են, sense պատմություն եղավ։ Այդ ծեր մարգարեն ասում է, բա ուր գնաց այդ Աստծո մարդը։ Իր էշը նստում է, գնում է այդ Աստծո մարդուն, գտնում է ու այդ Աստծո մարդուն ասում է. Ես էլ Աստծո մարդ եմ։ Ես էլ մարգարե եմ։ Աստված ինձ ասեց գնա իրան քթի թող գա քո տանը հաց ուտի, հանգստանա, ջուր խմի, նոր կեթա։ Այս մարդը գալիս է, նստում է այդ ծեր մարգարեի տունը, հաց է ուտում, հանգստանում է ու մի անգամից Աստծո խոսքը գալիս է։ Քանի որ դու չլսեցիր իմ խոսքին, այնի սուտ էր խափում։ Քեզ Աստված ասել էր հաշ չուտես։ Ասում է դու քո հայրերի հետ չես ննջելու։ Հենց այդ մարդու տնից դուրս է գալի, առյուծը ճղում է այդ մարդուն մեջտեղից։ Ով քեզ ասեց։ Գիտեք էսի խի խափնվեց էս Աստծո մարդը, որովհետև նա եկավ ու ասեց. ես էլ Աստծո մարդ եմ։ Ես էլ հովիվ եմ։ Հիմա ապոստլ, հիմա մոդայա, շատերն ապոստլ են դառնում։ Ես էլ մարգարե եմ։ Ես ով քեզ ասեց։ Սիրելիս, ես արդեն 33 տարուց ավել հավատացյալ եմ։ Աստված իմ հետ խոսում է տարբեր ձևերով։ Ու քանի որ այդ պրակտիկան ունեմ, հասկանում եմ բոլորիդ հետ էլ խոսում է։ Ում հետ է Աստված խոսում գրքի միջոցով։ Բարձրացրեք ձեռներն այդ տենան։ Ում հետ է Աստված խոսում երազների միջոցով։ Ում հետ է Աստված խոսում քարոզիչի միջոցով։ Ում հետ է Աստված խոսում խղճի սովեստի միջոցով։ Ես տենում եմ շատերն են։ Ով գիտե Աստծո կամքը որոշ չափով։ Բա որ գիտես։ Ով քեզ ասեց։ Արդեն Աստված քեզ ասել է։ Աստված քեզ արդեն ասել է։ Էլ Աստծո մարդ, չգիտեմ կողքից ապոստլ, չգիտեմ կողքից մի հատ հզոր հրաշքներ անող, մի հատ ինտերնետային մարդ, ախր քեզ Աստված ասել է, որ չնստես, ջուր չուտես, չհաց չուտես, ախր քեզ ասել է Աստված։ Ով քեզ ասեց, որ դու մերկ ես, դու գիտես այդ մարդուն, ճանաչում ես, կապ չունի ճիշտ ասում, սուտ ասում, դու գիտես այդ մարդուն, ճանաչում ես դրան, որ քեզ ասում է, թե չէ։ Գիտեք, Մատթեոս ավետարանի մեջ մի հատ առակ կա, ասում է սերմնացանը ելավ սերմը ցանեց, բարի սերմ ցանեց, բայց ասում է երբ որ գնացին քնեցին, թշնամին եկավ եւ որոմ ցանեց։ Լսում եք։ Թշնամին եկավ եւ որոմ ցանեց։ Որովը ուզում եմ ասեմ, նույն ցորենի տեսակն է, տարբերություն չկա։ Պրոստը որոմը որ հասունանում է, մեջը մոխիր է։ Տեսել եք այդ ձևի ցորեն, հա։ Մուր է էլի մեջը։ Դաժե որ արտով անցնում է, շալվարը ցաղ մրոտում է։ Տեսել եք, չէ՞ տենց բան։ Հա։ Նույն ցորենի տեսակն է էլի։ Փուչ է էլի, հա։ Ուզում եմ լսեք, նա էլ սերմ ունի։ Նա էլ է սերմ ցանում, բայց բարի սերմ է ցանում։ Նա էլ սերմ ունի։ Նա էլ է սերմնացան, բայց նա որոմ է ցանում։ Երկուսն էլ սերմ ունեն։ Ով քեզ ասեց։ Ինչ սերմ ընդունեցիր քո սրտի մեջ։ Ով քեզ ասեց, որ դու մերկ ես։ Ում հետ ես հաղորդակցվում։ Ով է քեզ սովորեցնում, ով է քեզ առաջնորդում։ Սաուլը, Սավուղը, հայրեն, Սավուղը, երբ որ թագավոր էր, սխալվեց, գիտեք ինչի համար, որովհետև իր ընկերներին լսեց, մարդկանց լսեց։ Մարդկանց կարծիքը իրան ավելի կարևոր էր, քան թե Աստծո ասածը։ Բա որ ես հանկարծ, վայ ախպեր ջան, գիտեք ինչքան են ասել։ Բա մեզ չես հարգում, որ մի քիչ չես խմում։ Վայ։ Մի քիչ խմի էլի, դա նշանակում է ինձ չես հարգում, որ չես խմում։ Մարդկանց կարծիքն է կարևոր, թե Աստծո ասածն է կարևոր։ Սավուղը մարդկանց կարծիքը լսեց։ Բա չէ։ Ես օրինակ գնացի Հայաստան, քուրս մի հատ բան ասեց, սեն շշմա։ Ասում է, մարդիկ ինչ կասեն, որ մեր հարսանիքին էս ձուկը դնենք։ Վա։ Պետք է անպայման էսի լինի։ Մարդիկ ինչ կասեն։ Սավուղը մարդկանց կարծիքը լսեց։ Դու արդյոք մարդու կարծիքն ես լսում։
ով է քեզ ասում, ով է քեզ սովորեցնում։ Սիրելիս, մի անգամ, որ նոր է, ասենք 90-ական, 98, 99, 2000 թվերին դիսկով քարոզներ էի լսում։ Եվ մի հատ քարոզիչ կար, ամեն մի նախադասությունը մի հատ հայտնություն էր իմ համար։ Ամեն մի նախադասությունը, վաու, ասում ես ինչ ասում ես մարդը։ Հետ էի տալի նորից էի լսում, հետ էի տալի նորից էի լսում, որովհետև այնքան հայտնություններ էր խոսում իմ համար, որ ես զարմանում էի։ Ասում ես ձևի բան, ու վաու, միշտ sense վաու էֆեկտ էր իմ մոտ, վայ։ Ասում ո՞նց չեմ ես հասկացել, ո՞նց չեմ ես հասկացել։ Մի օր սիրում եմ Աստծո հետ դուրս եմ գալի, ման եմ գալի։ Ուղղակի սրտիս մեջինն եմ ասում, քայլում եմ Աստծո հետ, մտքերիս հետ խոսում եմ, աղոթում եմ, Աստծո հետ խոսում եմ, ու սենց մի օր ման էի գալի Աստծո հետ, ասում եմ Տեր Աստված, այդ մարդը այդքան հայտնություններ է ստանում, ես խի չեմ ստանում, ես էլ եմ ուզում այդ մարդու նման տենց հայտնություններ ստանամ։ Մեկ էլ Աստված ասեց, բայց դու վստահ ես, որ այդ մարդը ճիշտ է ասում։ Իմ համար վաու էր, բայց մի հատ ձայն ասեց, դու տոշնի գիտես, որ այդ իր ասածը ճիշտ է։ Գիտեք, հետո պարզվեց, որ այդ իր ասածը ճիշտ չէր։ Այդ մարդը ռակով հիվանդացավ, հետո մահացավ, բայց հետո միջև մահանալ ինքը ասեց, որ բաներ կար, որ ես հնարում էի։ Միգուցե քո եկեղեցում, քո շրջապատում տենց վաու էֆեկտ չի, բայց ով ասում, բայց ով ասում, ում հետ է, ումից ես լսում, ով քեզ ասեց, որ դու մերկ ես, ում ես լսում, ինչ կապ ունի օձը քո հետ։ Ես ասեցի, ես սկսեցի, թեկուզ դա քո ամենալավագույն ընկերն է, Սան Պետերբուրգից եկել, թեկուզ քո ընկերներն են հարցակվել, ով ասում, ինչ ասում, ինչ նպատակով ասում։ Եվ վերջինը ու վերջացնեմ։ Ուրեմն պատկերացրեք, եթե ով որ ինձ ինձ ճանաչում է, գիտի, սաղ էլ գիտեն, որ ես իմ կնգան շատ եմ սիրում։ Ես իմ կնգան հաճախ եմ կոմպլիմենտներ անում։ Նենց չէ՞ էլի, որ մի հատ անեկդոտի նման բան կա, Վարդան աղբերն էր պատմում, ես Վարդան աղբորից եմ լսել, չգիտեմ, ասում է կնիկը ամուսնուն ասում է 30 տարի է, ինձի չես ասել, որ ես քեզ սիրում եմ։ Մարդը ասում է դե 30 տարի առաջ ԶԱԳՍ-ում ասեցի, որ մի բան փոխված ելներ կասեի, էլի։ Դա չի փոխվել, ուրեմն իմ մոտ տես չի։ Ես իմ կնգան ասում եմ, հաճախ ասում եմ, ինչքան սիրուն աչքեր ունես, ասում եմ, ուզում եք շատ բաներ ասեմ, ասում եմ, մազերդ ինչպես ծովի ալիքներ են, ժպիտդ ասում եմ, աստղեր ա թափում երկնքից, այսպես բաներ եմ ասում, լավ, ասենք ես իմ կնոջը ասում եմ, ինչքան ա սիրուն քո աչքերը, ասում եմ, ինչքան ա սիրուն քո ժպիտը, և նույն բանը, ոչ մի ստորակետ ավել, ոչ մի բար ավել, ուրիշ տղամարդ ասում, իմ կնոջը, ասում եմ, ինչքան ա սիրուն քո աչքերը, նույնը ինչ որ ես եմ ասում, նույն բանը, ուրիշ տղամարդ իմ կնոջն ասում է, ինչքան սիրուն ա քո ժպիտը, սիրելիս, ճշմարտությունը, բայց ով է ասում, ինչ նպատակով ասում, ես էլ հայ եմ, բայց աղաջան աղբերս էլ մի բան հուշեց, ասեց ինչքան էլ նույն բանն ասում, բայց ինքը չի դառնում իր ամուսինը, միգուցե ճիշտ ասում, ով ասում, ինչ նպատակով ասում, այո ճիշտ ասում, լավ ասում, բայց ինչքան էլ ճիշտ ասում, ես եմ իր ամուսինը, ինչքան էլ ճիշտ ասում, ինքն է քո հովիվը, ինչքան էլ ճիշտ ասում, էս է քո եկեղեցին, ինչքան էլ ճիշտ ասում, նա է քո Տերը, ոչ թե որում ցանողն է քո Տերը։ Սիրելիս, մեր հաղորդակցությունը նրա հետ է,
որդու հետ եւ միմյանց հետ եւ այն ժամանակ Սուրբ Հոգին մաքրում մեզ, Քրիստոսի արյունը մաքրում մեզ ամեն մեղքերից։ Մենք իրար հետ հաղորդակցվելու կարիք ունենք։ Ոչ թե ես on-line եկեղեցու անդամ եմ։ Ոչ թե ես ինչ-որ մի հատ հետաքրքիր բաներ եմ լսում ինտերնետից, ով է ասում, ինչ է ասում, միգուցե ճիշտ է ասում, միգուցե լավ է ասում, բայց այո, որ ասեց, ով քեզ ասեց, որ դու մերկ ես, այո, նա մերկ էր, դա ճշմարտությունն էր, որ նա մերկ էր, բայց ով ասեց, ինչ նպատակով ասեց, կործանելու, սպանելու նպատակով ասեց, որ դու մերկ ես։ Եվ վերջի օրինակը նորից բերեմ, այս օրինակը, այս փոքրիկ դետալը շատ կարևոր է այս կաֆեդրայի վրա։ Եթե այս փոքրիկ դետալը չլինի, այս ապակին թույլ կլինի, այս ամբողջ կոնստրուկցիան կշարժվի, բայց ընդամենը փոքրիկ դետալ։ Այս փոքրիկ դետալը, դե ստե դետալ եմ ասում, պարկետի վրա ասեմ, լավ, ես պարկետ չկեմ, սա 20 տարի աշխատել եմ և դուբի պետից, պոպոկի պետից, սենց սիրուն պարկետներ էի անում, բաջանաղից տուն ենքան սիրուն պարկետներ եմ արել, պատկերացրեք, սենց խալի եմ գործե փայտով և մի հատ այս փոքրիկ կտոր, մեկը մեկի վրա չեմ դրել, մեկը մեկի վրա փոքրիկ կտոր, տան մեջտեղը չեմ դրել այսինց, գիտեք ինչ ա լինում, կեղտա լցվում ընդե, ջուրա լցվում ընդե ու կամանց օրրումա մնացածը, ընդամենը փոքր կտոր չեմ է դրել, սաղ արել եմ, նայում ես ասում ես, բայց այդ փոքրիկ կտորը չկա, ջուրը լցվում է, սաղ օրրում է ու սաղ այդ պարկետը թռնում է, այդ փոքրիկ կտորը ուժեղացնում է այն մնացած կտորներին, այն մնացած կտորներն էլ ուժեղացնում են այդ փոքրիկ կտորին, եթե այդ փոքրիկ կտորը չկա, կողքինը սկսում է շարժվել, հետո այն կողքինն է սկսում շարժվել, հետո այն կողքինն է սկսում շարժվել, ճիշտ եմ ասում, թե չէ, այդ փոքրիկ կտորը ես քո կարիքը ունեմ, իսկ դու իմ կարիքը ունես, եթե դու չկաս իմ կյանքում, շփում չկա իմ հետ, ես թույլ եմ, էլ չեմ ասում դու իշքան թույլ ես, մենք երկուսով թուլանում ենք, ով քեզ ասեց, ինչ նպատակով է ասում, դու ճանաչում ես, այդ մարդու նպատակը գիտես, այդ մարդը միգուցե ուզում է տունդ քանդի, որ կնոջդ ասում է աշկերտ սիրուն է, տունդ քանդելու համար է ասում, ով քեզ ասեց, որ դու մերկ ես, մեր հաղորդակցությունը իրար հետ է, մեր եկեղեցում դրված է խոստովանության այդ ուսուցումը, հաճախ գալիս են, իմ մոտ խոստովանվում են, և գիտեք, հաճախ ինձ էլ են գրում, Դավիթ եղբայր կներես, ասում եմ չընդունեցի քո ներողությունը, գրելով ենքան հեշտ, կներես դա, ասում եմ հլա արեք դեմս կանգնի, աշկերիս նարի ու ասա կներես, ասում եմ հլա գնա, այն եղբորը մոտ կանգնի, ոչ թե գրի, այլ գնա այն եղբոր մոտ կանգնի, նայ այն աղբորը, ու ասա կներես, ոնց որ նայել ես, հայհոյել ես, ինտերնետով չես հայհոյե, նենց էլ հիմա նայի, ու ասա կներես, այսի շատ դժվար է, գրելով շատ հեշտ է, ինտերնետներով քարոզ լսելը, շատ հեշտ է, ինֆորմացիա լծվում է, բա հոգին, նպատակը, ով քեզ ասեց, կանգնենք ոտքի, գիտեք, Իսրայել ազգում Աստծուց տրված մի հատ օրենք կար, նամանավանդ ուխտավորների մոտ, նամանավանդ քահանաների մոտ, նամանավանդ ծառայողների մոտ, դիակին չպետք է կպնեին, բայց մի օր Սամսոն անունով մեկը դիակի մեջից մի հատ մեղր հանեց, մեղր էր,
բայց տարավ տվեց իր ծնողներին, որ չպետք է իր ծնողները ուտեին այդ մեղրը։ Մեղր էր, անուշ էր։ Նրանք չգիտեին, որ այս մեղրը որ դուց է։ Ով քեզ այդ մեղրը տվեց։ Որտեղից տվեց այդ մեղրը։ Նպատակը որն էր։